Բարեկալու Սիվիլներ տաղավարում հյուրընկալել եմ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն փոխքաղաքապետ, դուք պատասխանատու եք հանրային տրանսպորտի բարեփոխումների համար եւ այս ընթացքում այս քանի օրերին մեկ շաբաթից ավել ընդունված այն որոշումը կամ այն հայտարարությունը, որը ուրեմն ավտոբուսի վարորդները եւս պետք է մասնակցեն ուղևորների այսպես հավաքագրման գործընթացին, բերել է բավական այսպես լարված իրավիճակի, ինքս մի քանի անգամ ականատես եմ եղել հանրային տրանսպորտում, երբ իսկապես անախորժ լեզվակռիվ է տեղի ունենում վարորդների եւ քաղաքացիների միջև լարված մթնոլորտ, հայոյանքներ, նաեւ քաղաքապետ Ավինյանը հայտարարեց նրա մասին, որ 1 կամ 2 դեպք եղել բռնության դեպք եւ կան նաեւ ձերբակալվածներ, հա։ Ասացեք, խնդրեմ, որ երկրի կամ որ քաղաքի ուրեմն փորձն եք ուսումնասիրել, որ վարորդների ուսերին եւս դրել եք ուղևորների հավաքագրման այս բեռը եւ արդյոք վարորդը պետք է նախ հետևի, չգիտեմ, անվտանգ երթևեկությանը եւ միահատել դրա հետ մեկտեղ մտնի լեզվակռվի մեջ քաղաքացիների հետ եւ նյարդային այսպես մթնոլորտում աշխատի։ Եթե գանք եւ արդյոք դա չի ազդում իր աշխատանքի որակի վրա։ Եթե գանք երկրների փորձին, ապա քաղաքապետը վերջին գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հիշատակեց Լոնդոնի փորձը, որին ինքը անձամբ առնչվել, ես կարող եմ անձամբ իմ առնչվել տարբեր ուրեմն գործողումների ընթացքում եւ անձնական ուղևորությունների, Բուդապեշտում ես անձամբ եմ առնչվել, երևի հանրային տրանսպորտից օգտվել եմ 10-ից ավել անգամ, բոլոր անգամները հանրային տրանսպորտ մոտ գործելից վարորդը հավաստում էր տոմս ունեմ թե ոչ, 10-11 անգամ եմ օգտվել, 11 անգամից միայն 1 անգամ եմ հանդիպել հսկիչի, կարող է ընդհանրապես չհանդիպել, այսինքն եւ այս գործընթացը որ սկսվեց, լրագրող գործընկերներից մեկը ձեր Ազատություն ռադիոկայանից ես տեսա որ գրառում է կատարել թե որ երկրներում այդպես կան դեղել մեկնաբանություններում իրենց փորձով քաղաքացիներ այլ քաղաքներից կիսվում, այսինքն այն որ վարորդները ներգրաված են տարբեր քաղաքներում այս գործընթացին, դա բավականին հայտնի ինֆորմացիա է եւ ձեզ ասեմ ավելին, իրականում այս ինֆորմացիան մեզ այս իրավիճակը մեզ այդքան էլ ոնց որ թե խորտ չի, ոչ այնքան լավ ժամանակաշրջանի եմ հղում կատարում, բայց երբ որ երթևեկությունը կազմակերպվում էր, վճարումը կազմակերպվում էր կանխիկ վճարման միջոցով, այդ կանխիկ վճարումը կատարում էր վարորդին, ամբողջությամբ վարորդը իրականացնում էր։ Իհարկե, այդտեղ արատավոր երևույթը կա, որը ես նաև մենք միշտ խոսում ենք խնդիրներից եւ բնական է դա, բայց նաև առիթը օգտագործելով ուզում եմ այդ արձանագրումները անեմ, որտեղ խնդիրների ժամանակաշրջանում խոսում ենք, երբ որ այդ առումով հաջողություն ենք ունենում, այդքան առիթ չի լինում, որ մենք արդեն ունենք իրավիճակ, որ ամբողջությամբ վարորդը դուրս է բերված հենց բուն վճարման գործընթացը իր միջոցով իրականացվելուց, դա դեմ է տասնամյակներով գոյություն ունեցող ստվերային շրջանառության եւ տարբեր գումարային հոսքերի, որոնք շրջանցում էին քաղաքային բյուջեն, այս բոլոր երևույթները վերացել են, բայց կա մի շատ պարզ իրողություն նաեւ, որ վարորդների աշխատավարձը եւ էականորեն վերանայվել է, հաշվի առնելով, որ հանրային տրանսպորտը այլևս էականորեն ավելի հասանելի է ուշ ժամերին, ես ինքս ապրում եմ Բաղրամյան պողոտայում եւ մեր պատշգամբից միշտ նայում եմ, որ ուշ ժամերի հիմա շատ տրանսպորտ է անցնում եւ բողոքներն էլ են նվազել այս մասով, եւ այդ ամեն ինչը փող արժի։ Եվ այդ գումարը պետք է հավաքագրվի, որպեսզի քաղաքները իրեն կարողանա թույլ տա այդ ծախսերը իրականացնել։ Մենք արդեն 2 տարի է, որ մեծ հաշվով ամբողջությամբ գործարկված ունենք միասնական տոմսային համակարգ, ամբողջությամբ թվայնացված միասնական տոմսային համակարգ, եւ եթե առաջին շրջանում դեռևս ընդունելի էր այդ մոտեցումները կամ կարծիքները, որ ծանոթ չենք, չգիտենք, սարքերը չեն աշխատում, միշտ ավելի ուռճացված է պատկերը ներկայացվել, քան իրականություն եղել է, կարծում եմ այս մի տարին 2025 թվականին բավականաչափ ժամանակ էր, որպեսզի բոլոր ուղևորները ընտելանան նոր համակարգին եւ գործնականում հատկապես հաշվի առնելով որ մենք հիմա տրանսպորտում ոչ թե մի սարք ունենք, այլ մի քանի սարք ունենք, ես նաեւ ձեր գրառումը տեսա, գիտեմ ինքներդ օգտվում եք, գիտեք, գործնականում եթե բարեխիղճ ուղևորի հետ գործ ունենք, որը ցանկանում է վճարել, ինքը այդ վճարման հնարավորություններ ձևը գտնում է եւ տեխնիկական խնդիրները այտենց անհաղթահարելի խոչընդոտ չեն հանդիսանում։ Վերջի հաշվով, եթե մի սարքը չի աշխատում, աշխատում է մյուսը։ Եվ այս ամբողջը ես կարծում եմ, որ մենք չենք պահանջում մի բան, որը անտրամաբանական է։ Ձեր ասած դեպքերն էլ եղել են շատ ցավալի են, բայց եթե տեսնենք, որ արդեն երկրորդ շաբաթն է սկսվել եւ մենք մոնիտորինգ ենք անում, նախ վավերացումների քանակն է էական աճ գրանցել,
գումարային ներհոսքն էական աճ գրանցել եւ ընդհանուր առմամբ այդ լարված դեպքերը, որի մասին դուք խոսում եք, նվազել են։ Այսինքն բնականաբար, երբ որ այդքան շատ մարդկանց ինչ որ ինտենսիվ միջամտություն ես դու անում, որպեսզի ոչ պատշաճ վարքագծից բերես դեպի պատշաճ վարքագիծ, ցավոք սրտի այդպիսի դեպքեր նույնպես տեղի են ունենում, բայց մի կոմպոնենտի էլ եմ ուզում անդրադառնամ, նաեւ հարց են տալիս, շատ պարզ եմ ուզում ասել, ընտրություններին ընդառաջ sense բանով անում այդքան մարդկանց ձեր դեմ եք հանում եւ այլն դժգոհություն եք առաջացնում, գիտեք, նախ հետեւյալն է, ես կարծում եմ ավելի լավ է այդ մարդկանց դժգոհությունը հարուցես, քան հարուցես պարտաճանաչ վճարող մարդկանց դժգոհությունը, որտեվ երկու երևույթ կար։ Նախ առաջինը պարտաճանաչ վճարողներն էին բողոքում, որ ինչի մենք պետքա վճարենք ինչ որ որտեղ իրենք տեսնում են, չէ՞, որ իրենք վճարում են, մյուս քաղաքացիները չեն վճարում։ Եվ անգամ հասել էր նրան, որ մի այսպիսի բողոք էր, հնչեց, մա ես ներս եմ մտնում ավտոբուս, որ պետքա վճարեմ, դա բնականաբար ինչ որ ժամանակ է տևում։ Եվ ես վճարում եմ, արդեն նստելու տեղ չի լինելու, որտեղ չվճարող մարդիկ արդեն այդ տեղերը զբաղեցնում են։ Այսինքն ստացվում էր, որ մեր հանրային տրանսպորտում վճարող քաղաքացին նվազ պաշտպանված եւ նվազ բարենպաստ վիճակում է հայտնվում, վճարող քաղաքացին, քան չվճարողը։ Մեկ պարտաճանաչ վճարողը իսկապես հայտնվում է մի վիճակում, որ կարծես պետության մեջ չապրեր։ Այսինքն ինքը վճարում է, բայց մյուսները մտնում են, չգիտեմ, ինչ որ հավաքված են իրար հետ, ինչ որ մի խմբավորման մեջ, բայց ոչ պետության մեջ։ Ես մի բան էլ ասեմ, կներեք, տեսուչների եւ հսկիչների մասով մենք իրենց թվականակը ավելացնելու ենք եւ ավելի ինտենսիվ է իրենց աշխատանքը լինելու, վարորդները մշտապես այդ հսկողությունը պետք է իրականացնեն։ Հա, շատ հարցերին կասեցիք։ Պարոն Գրիգորյան, քանի որ վարորդները մասնակցում են եւ դա տեղի ունեցավ, վարորդների մասնակցությունը տեղի ունեցավ քաղաքապետի այսպես հայտարարությունից հետո գործակարգավարական նիստի ժամանակ, ինձ հետաքրքիր է իրավական կողմը սրա։ Վարորդները աշխատանքային պայմանագրով պարտավորված են մասնակցել, թե սա այսպես բանավոր հայտարարության հետևանք է։ Միշտ են պարտավորված եղել, այլ է հարցը, որ մենք անցալով մեր քաղաքացիների գալիս էլ հորդորին կամ բողոքներին, որ նոր համակարգին ժողովուրդը պետք է ընտելանա, այդ ինտենսիվությունը վարորդների գործընթացի ներգրավմանը չի եղել այդքան ինտենսիվ։ Հիմա ավելի ինտենսիվ է, որտեղ կարծում ենք, որ ինչպես քաղաքապետը ասաց, ամեն ինչին չափով սահման կա։ Այսինքն, եթե օրինակ մենք տեսնեինք, որ ինքն իրան հսկիչների համակարգը եւ քաղաքացիները բավականաչափ պարտաճանաչ վճարումներ իրականացնում են, ինչ որ շատ աննշան չվճարման տոկոսով, որը բոլոր քաղաքներում կա, այդ թվում են ամենազարգացած, որին դուք ասում եք, այդքան ինտենսիվ միջամտության վարորդների անհրաժեշտություն միգուցե եւ չլիներ, բայց այսօր այն գումարները, որոնք մենք տեսնում ենք աճը մի շաբաթվա ընթացքում եւ որ քաղաքապետն էլ գործակարգավարական հայտարարեց, փաստը ցույց է տալիս, որ առանց այդ ներգրավվածության, ինտենսիվ ներգրավվածության հնարավոր չէր այլևս շարունակել։ Մինչև այդ որ վարորդները գրեթե իրավական ձևակերպման խնդիր ստեղ վստահաբար չկա։ Հասկացա։ Հիմա ուրիշ կողմից գամ հարցի։ Մինչև այդ որ վարորդները չէին ներգրավված այս գործընթացում, գրեթե օրինակ ես չէի տեսնում, որ իրենք ներգրավված լինեն, որքան օգտվել եմ, կարելի ասել, որ օրենք էր խախտվում կամ իրենց աշխատանքային պարտականություններն էին թերի կատարում։ Ինչ որ իրավաբան եք դրա համար եմ ասած։ Ես ուզում եմ հասկանամ, երբ այն ժամանակը լինի, քանի որ ես արդեն 5-7 տարուց ավել պրակտիկ իրավաբանությամբ չեմ զբաղվում, ուզում եմ հասկանամ, երբ հալներով հանգիստ սրտով ասեմ, էլ այդ արտահայտությունը մի արեք, բայց ինչևէ, տեսեք, աշխատանքային հարաբերություններում վարորդները չկա գրեթե որևիցե վարորդ, որ իդեալական որևիցե պարտականություն ամբողջությամբ իդեալական կատարի, բայց մենք նաև հասկանում ենք, որ իրենց շատ ծանր աշխատանք են իրականացում, տարբեր տեսակի մարդկանց հետ ամենօրյա շփումը, տենց լրիվ անթերի աշխատանք իրականացնել, այդտեղ դժվար կլինի իրականացնել, բայց այս պայծությամբ մենք վարորդներին իրենց նախկինում էլ կատարած, հիմա էլ կատարած աշխատանքային պարտականության որակի մասով ոչ միայն ինչ որ պրետենզիաներ չունենք, այլ նաև քաղաքապետը իր հիացմունքը հայտնեց երկուշաբթի եւ ես էլ իսկապես դրականորեն զարմացած էի, որտեղ մեր ակնկալիքներն էր, որ վարորդներն են շատ ժամանակ նաև այդ լեզվակռվի մեջ նաև հրահրող կողմը միգուցե լինելու, բայց քանի որ ինտենսիվ մոնիտորինգի տակ այդ գործընթացը հիմա մենք տեսնում ենք, որ վարորդները հնարավորինս քաղաքակիրթ եւ շատ ժամանակ անգամ սադրանքներին չտրվելով իրականացնում են այն աշխատանքը, որը պետք է իրականացնեն։ Շատ լավ։ Երբ կլինի այն համակարգը, որ ես տեսել եմ քաղաքակիրթ երկրներում եւ զարգացած երկրներում, ես նկատի ունեմ,
Գերմանիա կլինի, չգիտեմ, զարգացած եվրոպական երկրների մասն, անգամ արևելյան Եվրոպայի երկրներում, որտեղ իսկապես աշխատում է հսկիչների մեխանիզմը եւ վարորդները այդ գործընթացին քիչ են ներգրաված, գուցե ներգրաված են։ Եվ այդ հսկիչները իսկապես չասեմ ամենօրյա, բայց մշտապես իրենք վերահսկողություն են իրականացնում տարբեր գծերում, առանձնացնում են ռիսկային գծերը, ռիսկային ժամերը, այդ ժամերն են փոխում միշտ նույն ժամերին չեն, հա, եւ ունեն նաեւ տարբերանշաններ, այսինքն չգիտեմ, այո, արտահակուստ ունեն անպայման եւ չգիտեմ, հասարակ քաղաքացիների նման չեն մտնում ներս եւ սկսում մարդկանց ստուգել, հա, բեյջերով եւ այլ եւ այլ։ Տեսեք, իրականում ես այն երկրների օրինակները, որ ես բերեցի, որտեղ վարորդը ներգրաված է, ես կարծում եմ դժվար է իրանց չզարգացած կամ ոչ ցիվիլ երկիր համարել եւ ամեն դեպքում եկեք ֆիքսենք, որ այնպես չի, որ վարորդների ներգրավվածությունը դա մի բան է, որը աշխարհին ծանոթ չի, մենակ մեր մոտ ներմուծվել է։ Ինչ վերաբերում է հսկիչներին, դա կոմբինացված լինի, կոմբինացված։ Հիմա տեսեք, իրականում այն իրավիճակը, որ դուք նկարագրում եք, դա էլ կան տարբեր մոտեցումներ, կան քաղաքներ, որտեղ ձեր ասած արտահակուստով են հսկիչները լինում, կան տեղեր, որտեղ իրանք այսպես ասած ծածուկ են գործում։ Օրինակ, նստում են հանրային տրանսպորտում մի քանի հոգով սովորական ուղևորների պես եւ նստում են, տեսնում են, մտավ ասենք 10 հոգի, իրենք տեսնում են, չէ, արդեն քանի հոգին վճարեց, քանի հոգին չվճարեց։ Եվ երբ որ արդեն ավտոբուսի դռները փակվում է եւ արդեն շարժակազմը շարժվում է, իրանք արդեն ի սկզբանե մոտենում են այն ուղևորներին եւ ստուգում են այն ուղևորներին, որ գիտեն, որ իրանք արդեն վճարումը չեն իրականացրել։ Ձեր ասած մոդելում օրինակ դրա արդյունավետությունը մի քիչ ավելի կասկածելի է, բայց հիմա չեմ ուզում այդ դետալների մեջ խորանալ, ասած դրա մասին է պատիժն անխուսափելի է։ Եվ այդ պատժի անխուսափելիությունը գործում է։ Մի քիչ անխուսափելիությունը չի աշխատում։ Ավելի շատ աշխատում է հետևյալը. ոչ մի երկրում հսկիչների քանակը այնքան չի, որ ամեն անտոմս երթևեկող քաղաքացու միանգամից անխուսափելիորեն վրա է հասնում տուգանքը։ Խնդիրը այն է, որ եթե դու մշտապես անտոմս երթևեկող ես, լավ կարող ես մի անգամ երթևեկել, 2-3, եթե դու անգամ ամսվա մեջ 1-2 անգամ տուգանվես, այն ամբողջ անտոմս երթևեկացների առումով բան է լինում։ Մենք հիմա 24 հաստիկ ունենք, որոնք համալրման փուլում են եւ այդ 24 հաստիկը գլխավորապես եւ հիմնականում կենտրոնանալու է աշխատանքի վրա եւ հիմա այդ հաստիկների համալրման գործընթացն է, բայց ես պարզ ասեմ, այդ հաստիկների համալրումը այդքան դյուրին չէ, որտեվ աշխատանքն էլ իր բնույթով ամեն մեկի համար աշխատանք չի, շատ բարձր ստրեսային աշխատանք է, անընդհատ մարդկանց հետ, առնվազն է սկզբնական շրջանում ինչ որ կոնֆլիկտներ ենթադրող եւ այլ, բայց մենք գնալով չափադրում վարձատրությունը սահմանված է 200,000 դրամի չափով աշխատավարձը հարկումից հետո եւ նաեւ որոշակի կատարված աշխատանքի հիման վրա բոնուսների հնարավորությամբ։ Եվ նաեւ արդյոք օգտագործելով հրավիրում եմ այդ հաստիկների համալրող ցանկացող անձանց դիմեն Երևանի քաղաքապետարան։ Ուրախ կլինեմ, եթե որևէ մեկը տեսնի եւ դիմի, տեսեք օգնած լինենք այդ գործում, որովհետեւ հանրային տրանսպորտի եւ հանրային շահին է դա վերաբերում։ Պարոն քաղաքապետը, երբ գործակարգավարականի ժամանակ խոսեց, այսպես էմոցիոնալ արտահայտություններ արեց, հա, որ տեսնում է իրավիճակ, որ չգիտեմ, վարորդների նկատմամբ բռնություն է կիրառում, տեսնում է իրավիճակ, որ մարդիկ iPhone-ներով մտնում են, բայց չեն վճարում, այսպես փորձեց, չգիտեմ, ինչ որ մեղքի զգացում բարթել այդ մարդկանց նկատմամբ, ամոթանք տալ այդ մարդկանց, հա։ Մի կողմից դա գուցե էմոցիոնալ առումով ճիշտ է, բայց մյուս կողմից սա նաև տվյալ որոշման ինչ որ առումով հետևանք է տվել նկատի ունեն վարորդի նկատմամբ բռնությունը, հա։ Քաղաքապետարանը իր պատասխանատվությունը, քաղաքային իշխանությունը իր պատասխանատվությունը զգում է այս բռնության համար, թե չէ։ Ես եկեք այսպես ասեմ, նախ էմոցիոնալ գնահատական է եւ այլ, ես կարծում եմ, որ իրերը իրենց անունով կոչելը դա վատ բան չի եւ քաղաքական գործիչներին մշտապես հակառակում են մեղադրում, որ միշտ ինչ որ շատ բառեր են ասում եւ արդյունքում ոչ մի բան չեն ասում կամ ազնիվ չեն գտնվում եւ ես կարծում եմ միայն գովելի է որ հանրային պաշտոնյաները թեկուս սուրբ թեկուս կտրուկ, եթե իհարկե իրավիճակը համարժեք է այդ գնահատականներին, արտահայտվում են։ Պատասխանատվության առումով ես ներողություն եմ խնդրում, այդ նույն տրամաբանությամբ եկեք այսպես մոտենանք։ Եթե պետությունը որոշում է ունենալ ոստիկանական համակարգ, որը պայքարում է, ես չեմ համեմատում անտոմս երթևեկող անձանց հանցագործ չեմ համարում, բայց եկեք այսպես նայենք, ապօրինի արարքի դեմ պայքար, հա, այն դեպքում քրեաիրավական որակում ունեցող, ստեղ վարչաիրավական։ Այսինքն, եթե պետություն ունենա ոստիկանական համակարգ, պայքարում է
հանցագործության դեմ եւ ցավոք սրտի դες դեպքեր լինում է ինչ որ ծառայողի պարտականությունները իրականացնելուց ինչ որ մարմնական վնասվածք է ստանում կամ աստված մի արածը կյանքից է զրկվում դա ստացվում է որ դրա համար պետությունը պատասխանատու էր որ որոշում կայացեց ունենալ ոստիկանական համակարգ այդքան էլ համաձայն չեմ այսինքն այն որոշումը որը մեր կողմից կայացվել է մենք ապօրինի բան չենք անում մենք հենց այդ ապօրինության դեմ պայքարում ենք ասում ենք ժողովուրդ ջան եթե դուք այս տրանսպորտից օգտվում եք ես չեմ ասում իդեալական է բայց եկեք վստահորեն արձանագրենք, որ այսօրվա մեր հանրային տրանսպորտի վիճակը, ասենք 4-5 տարվա, 6 տարվա, չեմ ասում ավելի շուտ, այդ աղերս համեմատության անգամ չունի արդեն։ Եվ այդ ամեն ինչը եթե գումար արժի, այդ գումարը պետք է հավաքագրվի եւ այդ գումարը առանց այդ էլ սուբսիդավորվում է, այնպես չի, որ այդ գումարը ինչքան որ վճարվում է ուղևորցի գինը ինչ որ սահմանվեց, դա այն գինն է, որը բավարար է ինքնին որպեսզի այս շարժակազմը պահպանվի, հետագայում փոփոխվի եւ նորը ձեռք բերվի, իսկ Երևան քաղաքը շարունակաբար դա իրականացնում է։ Եվ այդ պայմաններում ես չեմ կարծում, որ եթե մենք ասում ենք վարորդը պետքա պահանջի, որպեսզի ուղևորցը վճարվի եւ ուղևորց չվճարողը ոչ միայն չի վճարում, բայց լավ, գոնե չվճարելուց հետո որ արձանագրվում է, չի իջնում ավտոբուսից մի հատ էլ համարում է, որ կարա բռնություն կիրառի, դրանում մենք էինք մեղավոր, որ որոշեցինք ուղևորցի հավաքագրում ապահովել։ Այս մեղադրանքը ներողություն ես չեմ ընդունում։ Շատ լավ։ Տեսեք, Հազար ներողություն եմ խնդրում, անգամ եթե մի պահ պատկերացնենք, որ մեր կայացված որոշումը սխալ է, չնայած ես այդպես չեմ համարում, միևնույն է դրանից չի բխում, որ ուրեմն բռնությունը դառնում է արդարացված կամ լեգիտիմ։ Միանշանակ թերհավաքագրումների մասին խոսեցի քաղաքապետն էլ ասաց, որ 15-ից 30% հավաքագրումները ավելացել են այդ որոշումից հետո։ Ձեր գնահատմամբ թերհավաքագրումները որքան են դեռ մնում, այսինքն համակարգում որքան դեռ այսինքն 100%-ի հասնելու համար ինչ ջանքեր է պետք գործադրել։ 100%-ի իմ ունեցած իմ ուսումնասիրած տեղեկություններով ոչ մի քաղաք չի հասնում, բայց հնարավորինս մոտենալու ջանքերը ընդհանուր առմամբ պարզ են։ Այն պահին, երբ որ որոշումը կայացվեց, մենք տարբեր գնահատականներով ունեինք ընդհանուր մինչև 40-ից 50% հավաքագրման կորուստ առանձին ուղեգծերում։ Հիմա իմ sense շատ նախնական գնահատականներով դեռ ոչ 20%-ի շրջանակներում է։ Մեր համակարգը բայց սա շատ տենց շատ քիչ ժամանակվա եւ ոչ շատ խորը վերլուծված թիվ եմ ասում, էլի արդեն 2 տարի է գործում է 2 տարի է գործում էլեկտրոնային համակարգը վճարումների մեր տրանսպորտային համակարգ Երևանի տրանսպորտային հանրային տրանսպորտի համակարգը որքանով է դեռևս մնում դոտացիոն, այսինքն ինքնաբավության աստիճանը որքան է։ Տեսեք, մենք նախորդ տարվա գնահատականն դեռ անգամ չենք ամփոփել, դրա համար ես հիմա կոնկրետ թիվ չեմ կարող հնչեցնել այս պահին, բայց մեր այս տարվա պլանավորումը միլիարդ 500 միլիոնի շրջանակներում է ամեն ամիս, որ պետք է իրականացվի, բայց հիմա այս պահին ուղևորցի մասին է խոսքը։ Ուղևորցի մասով, որ այդքան պետք է հավաքվի, բայց սպասարկման համար որքան է ծախսվում։ Սպասարկման գումարը ինքը տարից տարի փոփոխվում է, որովհետև նաև այն ավտոբուսները, օրինակ, որոնք առաջին խմբականակը 8-6 մետրանոց 211 ավտոբուսների, որ բերվեց, եթե չեմ սխալվում, դա 2021 թվականն էր, դրանք արդեն 5 տարվա ավտոբուս են, տարից տարի իրենց ծախսը ավելանում է։ Ավելին հաշվի առնելով, որ մենք ամեն տարի շարժակազմի ձեռքբերում ենք իրականացնում եւ այս տարի էլ նաեւ հայտարարվեց, որ նույն գործակարգավորական ժամանակ, որ 170 նոր ավտոբուսի ձեռքբերման մրցույթ մենք կարտահայտենք եւ ըստ հավաքագրումների կհասկանանք ինչքանի համար կարող ենք նախատեսել ֆինանսական միջոցներ, որտեղ մենք խոսում ենք 5 գազելները, որ վերացրել ենք, բայց մենք ունենք արդեն 15+ տարի շահագործվող այդ մանուշակագույն Հիգեր Մագնիշի ավտոբուսները, որոնք ինչքան էլ գումար ծախսում ենք, պայստամասեր ձեռք ենք բերում, բայց բարոյապես արդեն շատ հնամաշ են եւ դրանք փոխարինման կարիք ունեն, բայց հստակ թվեր այս պահին կոնկրետ սուբսիդարման տոկոսը ինչքան է չեմ կարող հնչեցնել։ Լավ, այնուամենայնիվ սպասարկումը այսպես խայտաբղեկ տրանսպորտային շարժակազմ ունենալու տեսանկյունից որքանով է խնդրարույց եւ ինչ արվում, որ ունիտար լինի ինքը, այսինքն մի կողմից ունենք մաներ, ավտոբուսներ գերմանական արտադրության, մյուս կողմից հիգերներ, հետո ժանգտոնգեր։ Հիգերները ներողություն եմ խնդրում, միշտ սպասարկվել են եւ շարունակում են սպասարկվել հենց ավտոբուսի պարկի կողմից։ Դա շատ լավ։ Այնուամենայնիվ դա, այո, այնուամենայնիվ դա կա։ Փող է ծախսվում դրա վրա եւ ունենք գազելներ, հա։ Այսինքն 4 տեսակի տրանսպորտային շարժակազմ է։
սա որքանով է խնդրահարույց եւ ծախսատար։ Բնականաբար, ինչքան ավելի դիվերսիֆիկացված է քո պարկը, այդքան ավելի սպասարկման թե գործընկերներ գտնելու միջոցով, թե ընդհանուր ցիկլը օպտիմիզացիայի տեսանկյունից ավելի ու ավելի խնդրահարույց է։ Բայց մենք ընդհանուր առմամբ ման ավտոբուսներն 12 մետրանոց ավտոբուսներն են ձեռքաբերել քաղաքը միայն Ժոնգտոնգ Մակնիշի եթե ավտոբուսների մասին ենք խոսում 8-6 մետրանոց ավտոբուսներ, տրոլեյբուսները ձեռքաբերվել Յուտոնգ եւ էլի Ժոնգտոնգ, այսինքն ընդհանուր վերջին տարիների ձեռքբերման տրամաբանությունը այս դեպի Չինաստան է։ Մենք մրցույթը հայտարարում ենք գին որակ հարաբերակցությամբ, այնպես է, որ չինական արտադրողները ամենամանչելի գներն են ստեղ առաջարկում, այսինքն ի սկզբանե մենք չենք կանխորոշում։ Բայց որակը նայում եք, որովհետև նույնը Ժոնգտոնգ ավտոբուսները կներեք, բայց իսկապես որակի խնդիր ունեն, այսինքն ինչի համեմատ։ Եկեք այսպես, եթե դուք մանի հետ ենք համեմատում, համեմատում բնականաբար, բայց եթե արժողությամբ էլ նայում ենք, ես եթե չեմ սխալվում, մեկ ման ավտոբուսի գինը 4 Ժոնգտոնգ ավտոբուսի գին է, բնականաբար որակը զիջում է, բայց եթե դու մենք պետք է նաև ֆինանսական հնարավորություններ նայենք, պատահական չի, որ ման ավտոբուսներն էլ ձեռք բերվեցին կառավարության աջակցությամբ եւ հիմա 249 ավելի կոնկրետ 18 մետրանոց ավտոբուսի ձեռքբերումն ենք մենք կառավարության հետ քննարկում, բայց ինչ որ համայնքը իր բյուջեով կարողանում է ձեռք բերել, ձեռք է բերում, այո։ Բայց ավելի լավ չի քիչ ձեռք բերեք եւ որակյալը ձեռք բերեք, քան թե շատ ձեռք բերեք եւ որակի տեսանկյունից զիջողին ձեռք բերեք։ Տարբերվում են, որովհետեւ եթե ուղևորը կանգառում սպասում է շարժակազմի, մենք անգամ լավ եկեք մանի հետ չհամեմատենք Ժոնգտոնգը եւ մեր 5 գազելները ակնհայտ է, չէ՞ որ Ժոնգտոնգը շատ ավելի որակով է, բայց քանի որ որոշ գծերի վրա մենք ժամանակ ունենք, որ գազելները ավելի ինտենսիվ էին ժամանակին գնում, քան նոր շատ ավելի լավ որակի Ժոնգտոնգները, մեր բնակիչներ ունենք, որոնք ասում էին այն ժամանակ գոնե վատներ, լավներ ժամանակին գալիս էր։ Հիմա շատ լավն է, բայց եթե շատ լավը ժամանակին չի գալիս, ինձ այդ շատ լավ լինելուց ինչ կոպիտ ասած։ Դրա համար վիճելի է, բայց ինձ թվում է, որ ընդհանուր առմամբ պետք է ապահովվի ինչ որ տրամաբանական ինտենսիվություն հանրային տրանսպորտի եւ կանխատեսելիություն եւ եթե լինելու է շատ որակով 100 հատ բայց ինտենսիվությունը չի ապահովելու եւ ավելի քիչ որակով 300 հատ, որով ինտենսիվությունը ապահովելու է, կարծում եմ երկրորդ տարբերակը ավելի նախընտրելի է։ Իհարկե մենք միշտ ուզում ենք, որ ամենալավը լինի բոլորս մեր քաղաքացիների համար։ Սպասարկման գործընթացը ձեզ ինչ է հուշում, որ տրանսպորտային շարժակազմի որ շարժակազմն է, այսպես ասած, հա, Ժոնգտոնգն է, չգիտեմ, մանն է, մյուսը, որ ավելի շատ են խափանվում, ավելի շատ փող է ծախսվում իրենց վրա, որ տեսեք, մենք ամեն երկուշաբթի օրը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվում է նաև Երևան ավտոբուս ՓԲ-ի կողմից սպասարկման ենթակա ավտոմեքենաների թիվը եւ ընդհանուր առմամբ իհարկե բացարձակ թվով ամենաբարձրը Ժոնգտոնգն է, որտեղ կներեք ման ունենք 87 հատ, նրանց ունենք 562 հատ, բնականաբար բացարձակ թվով դա շատ է լինելու, բայց տոկոսային հարաբերակցությամբ ես չի ասի, որ ավելի էականորեն ավելի շատ է բյուջեի ծախսի առումով Ժոնգտոնգի վրա ծախսվելիքը, բայց այնտեղ նաև պահեստային ավտոբուսներն են իհարկե ավելի շատ։ Բնականաբար, եթե դու կորցնում ես, եթե դու սկզբից առնում ես այսօր կառավարության նիստն էին նայում 5 օր առաջ, որտեղ էլի այս թեմաներով խոսվում էր, ոնց որ նախարարներից մեկ ասեց, ես այդքան հարուստ չեմ, վկայակոչեց այդ խոսքը, ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ, բայց այստեղ չունենք այն իրավիճակը, որ այնքան էժան ենք առնում, մեկը հետո սպասարկումով այդ գումարը չէ, ընդհանուր առմամբ հանրագումարում ավելի էժան է դուրս գալիս։ Իհարկե որակի հաշվի։ Այսինքն, երբ ստեղծվում է ներդրվում էր այս համակարգը, ասում են, որ պետք է լինի նաև խոսքը տոմսային համակարգի մասին է։ Ընդհանրապես նոր տրանսպորտային համակարգը, նոր շարժակազմը եւ այլն, ասվում էր, որ պետք է լինի միասնական կառավարման կենտրոն։ Այդ կենտրոնը ձևավորվեց, ստեղծվեց, աշխատում է։ Երևանի ավականու կողմից անցած տարվա նոյեմբերին, եթե չեմ սխալվում, կայացվեց որոշում դրա կառուցումը, դրա համար եմ ասում։ Ես վստահ չեմ, որ մենք միշտ նույն կենտրոնի մասին ենք խոսում, որտեղ տարբեր ժամանակներում այդ կենտրոնը, ի վերջո վերնագիրը կարող նույնը լինի կամ նման լինի, գործառույթները պետք է հասկանանք, չէ, արդեն ստեղծվել է Երևան քաղաքի երթևեկության կառավարման կենտրոն
համայնքային հիմնարկը բնականաբար դեռևս գտնվում է կայացման փուլում, բայց այն որ կենտրոնը ստեղծվել է եւ արդեն առաջնային բայց այնքան ավելի շատ միտեղից է նայվում կամերաները հանրային տրանսպորտում, միտեղից է հրահանգներ իջեցվում կամ չի իջեցվում։ Եկեք այսպես ասենք, կառավարման կենտրոնը, եթե երթևեկության կառավարման կենտրոնի մասին ենք խոսում, ինքը ավելի շատ անալիտիկ գործառույթ ունեցող եւ քաղաքականության մշակման, քաղաքականությունը տվյալահեն լինելու ապահովման գործառույթ ունի։ Եթե ձեզ կոնկրետ դուք նկատի ունեք ավելի անմիջապես պարկի կառավարումը, դա միշտ չի արվում այդ կենտրոնների կողմից, կառավարվում է հենց պարկերի կողմից, կլինեն դրանք մասնավոր, թե համայնքային կամ պետական, եւ այո, այսօր մեր Երևան ավտոբուսում գործում է ամբողջ կամերաների տնտեսության նայելու օպերատորների կենտրոն եւ հրահանգավորումն էլ իրականացվում է մեկ միասնական կետից, բայց ոչ ամենաճիշտ ձևով։ Դեռևս իրականացվում է, օրինակ, չգիտեմ, ընդհանուր խմբերում կամ զանգերի միջոցով, որը սխալ տրամաբանությունն է, դրա համար մենք մայիս ամսին որպես երթևեկության կառավարման կենտրոնի առաջին պրոդուկտ, որը հանրությանը ներկայացնելու ենք, դա դիսպեչերիզացիայի համակարգի պիլոտն է, որը մայիսին իրականացվելու է եւ ըստ դրա արդյունքների արդեն տարածվելու է ամբողջ համակարգի վրա։ Պլանշետների միջոցով պետք է հրահանգավորումը իրականացվի, որպեսզի դա նախ արձանագրվի, երկրորդը արագ լինի, երրորդը տեսանելի լինի վարորդի համար, ոչ թե զանգով, այս ինչը այսպես արա, ինչը այնպես արա, կապի խափանում է լինում, բայց դուք ինձ ասեցիք, բայց դուք ինձ չասեցիք, այսինքն դրա գրագետ ձևն էլ կա։ Այսինքն մենք կամաց իհարկե շատ վատ է, որ նոր այս ժամանակ ենք գնում դրան, բայց բոլոր ոլորտներով գնում ենք այդ միջազգային ստանդարտին, այսինքն ունենք տոմսային համակարգ, որը վարորդը գումար էր վերցնում, եկանք թվային համակարգի, հիմա կոմունիկացիոն խնդիրը վարորդներ եւ իրենց համակարգող օպերատորներ դիսպեչերանոց կոչվածները այլևս չկան, չէ՞։ Հա, որ վարորդը մի ծայրից մյուս ծայրը որ գնում է գծի, չկան եւ իրենք արդյունավետել չեն 5 րոպեից ու շարժվում։ Աշարժան, պարզ ասեմ ինչ իրավիճակներ են ունեցել։ Այդ դիսպեչերական կետերը պետք է, ես չեմ ասում, սա բոլորի վրա չեմ ուզում տարածեմ, բայց այդ երևույթը, այդ ֆենոմենը, եթե ընդհանուր համակարգում կա ու քիչ չի, մի դեպք չի, երկու դեպք չի, դա ցույց է, որ ընդհանուր համակարգը արմատական վերանայման կարիք ունի։ Այսինքն այնտեղ պետքա կային այդ Պուտիևոյ լիստ կոչվածները, հա, թերթիկով, որ դուրս է գալիս, նախ այդ բան կնիկով, գրիչով, թանակով էլ, այսինքն 21-րդ դար չի էլի, էլի։ Բայց ասենք լինում էր դեպքեր, որ լավ, հələ եթե համակարգը աշխատեր թեկուզ թղթով ու թանակով, էլի ոչինչ։ Բայց ասենք վարորդներ էին հայտնաբերվում օրվա մեջ, որ պետքա օրական օրինակ անեին 5 շրջապտույտ, իրանց արդեն այդ թերթիկի մեջ առավոտվա ժամից արդեն 5 շրջապտույտի կնիքը դրված էր, ասենք ակնհայտ արտոնյալներ կային։ Մեկը չէին, երկուսը չէին։ Հիմա մենք օրինակ տրամաբանությունը փոխել ենք։ Մեր մոտ շրջապտույտներով չի, ժամով առաջ շրջապտույտով էր։ Վարորդը արագ անում էր, կանգառում կանգնի, չկանգնի, ժողովուրդ կա, ժողովուրդ չկա։ Ասում եմ ես եկա իմ 5 շրջապտույտ այցի, հիմա ասում ենք չէ եղբայր, այդ շրջապտույտների քանակով չի ժամը, այս ժամից այս ժամ։ Այսինքն առաջ կար այդ երևույթը, որ իրար հետ իրենց լեզվով ասած բանը վազանցում էին, գոնկային անում, հա, որ պետքա այսին ժամին սպասի հələ մի շարժվի, կանգառում ժողովուրդը չի հավաքվել, այսինքն ժողովուրդը այդտեղ են հայտնի կարգին հաղորդման սկեչի պես այդտեղ ուղևոր չէր, հա, 100 դրամ էր։ Ներողություն եմ խնդրում իհարկե։ Այսինքն սպասում էին մինչև շատ մարդ հավաքվի, այսինքն գումարային տրամաբանությամբ էր, ոչ թե մարդուն տեղափոխելու։ Այստեղ ինձ թվում է շատ բաներ իրոք գնալով կարգավորվում է եւ նկատելի է, բայց մենք սովորաբար միշտ բնականաբար չարածի մասին ենք խոսում, ինչը նորմալ է։ Վերլուծել եք, որն է պատճառը, որ պարբերաբար եմ տեսնում հատկապես կենտրոնում, որ միանգամից մի 5 ավտոբուս է գալիս կանգառ մտնում։ Այո, շատ հասկանալի է, որովհետեւ դեռ մենք երբ որ քննարկում էինք շարժակազ, այսինքն եւ խցանումներ առաջանում է։ Հենց խցանումներն էլ պատճառն են։ Իրականում երևի հաջորդ թեման է, հետեւյալն է հարցը, տեսեք, երբ որ ուղևորը սպասում է կանգառում եւ ավտոբուսը բավականաչափ հաճախականությամբ չի գալիս, դա տեսականորեն ունի երկու պատճառ, կամ շարժակազմը չի բավարարում, կամ այդ բավարար շարժակազմը մինչեւ այդ ուղևորին հասնելը ինչ որ խոչընդոտի է հանդիպում, որ չի գալիս։ Նու չեմ վերցնում այն դեպքերը, որ օրինակ վարորդը ուղղակի չի ուզում քշի, այդ սուբյեկտիվ դեպքերը չեմ ասում, հա։ Եվ եթե դու անգամ ունես բավարար քանակ, բայց
խցանման պատճառով ավտոբուսը մնում է խցանման մեջ կանգառին չի հասնում, դու կարաս 10, 20, 30 ավտոմեքենա ավելացնես, այդ պահին դու ուղղակի ավելացնում ես խցանման մեջի ավտոմեքենաների քանակը, բայց չես հասցնում այդ առաջի ավտոբուսը այդ կանգառին իր ժամանակին։ Դրա համար մեր տեսլականն է նա, որ պետքա եւ իմպլեմենտացիան փուլում գտնվող տեսլականն է եւ արդեն շատ տեղերում կա, որ առանձնացված ավտոբուսային գծեր ինչպես ամբողջ աշխարհում, ինչը նաև կստիպի մարդկանց հանրային տրանսպորտի անցնել, որտեղ մեր մոտ այդ խնդիրն էլ կա, էլի, դա Իլ-դե-Ֆրանսի գործընկերների ուսումնասիրություններով մենք կարանք անverջ խոսանք, որ մենք նորմալ համակարգ չունենք կամ կարգավորվող լուսացույցներ, բայց կան պատճառներ, որոնք սոցիալական են։ Եթե մարդ միջինը, ասենք 1.3 կիլոմետր է միջին ուղևորության տարածքը ավտոմեքենայով Երևան քաղաքում, այսինքն մարդը չի քայլում, կարա քայլի, չի քայլում։ Մեր մոտ շատ է այդ կուլտը, որ ամենտեղ պետքա գնանք մեքենայով։ Բնականաբար, երբ որ ամենտեղ բոլորը ուզում են գնալ մեքենայով, ու մենք նաև այդ պատճառով, չեմ ասում մենակ այդ պատճառով, բայց նաև այդ պատճառով այն վիճակը, որը ունենք։ Ես այդ երևույթը նաև հետիոտնային անցումների վրա եմ նկատել։ Հաճախ պահանջներ է գալիս, այս ինչ տեղը հետիոտնային անցում դրեք, այն ինչ տեղը հետիոտնային անցում դրեք։ Հասկանում եմ, որ հետիոտնա առաջնային է, բայց 100 մետր վերև հետիոտնային անցում կա մի խաչմերուկում, 100 մետր այն կողմ այն մյուս խաչմերուկում, մի հատ մեջտեղով հետիոտնային անցում դրեք։ Կարանք անverջ մեղադրենք քաղաքային։ Դա աբսուրդի ժանրից է, բայց պետք է հասկանանք, որ այդ երևույթները մասշտաբային են եւ ես չեմ խուսափում պատասխանատվությունից այն խնդիրը, որը քաղաքային իշխանության լուծվելունն է, պետք է քաղաքային իշխանության կողմից լուծվի։ Բայց եթե մարդիկ իրենց վարկագծում էլ մի բան պետք է փոխեն, պետք է փոխեն։ Միանշանակ առանձնացված գծերը, բայց իրենք շատ հաճախ նման են Երևանում հեծանվուղիներին, ինչ որ միտեղ սկսում են, մեկ է մյուս տեղում ավարտվում են ու արդեն մյուս փողոցից կամ հենց թեքվեց մտավ այլ փողոց, սկսում է նորմալ երթևեկությունը ճակերտներով, երբ բոլորը բոլոր գծերով գնում են եւ ավտոբուսը հայտնվում է այդ խցանման մեջ։ Այսինքն հետեւողականություն եւ շարունակականություն այդ առանձնացված գծերի դերևս չենք տեսնում, մենք երբ ենք տեսնելու այդ իսկապես հատկապես պողոտաներում, հատկապես այդ լայն պողոտաներում այդ առանձնացված գծերը ընդհանուր այս բանին Երևանի քաղաքապետարանի կողմից, եթե չեմ սխալվում, ներուսամ խնդրում, Ասիական զարգացման բանկի գործընկերների հետ իրականացվում է մի ծրագիր, որին մայիսին պետքա իրանց վերջնական զեկույցը մենք ստանանք, որը կառուցված է ձեր ասած հիմնական Երևանում հանրային տրանսպորտի համար կորիդորների կառուցման վրա եւ բնականաբար լավագույն փորձը այնա, որ հնարավորինս այդ գծերը, ավտոբուսային գծերը լինեն չընդհատվող 100%-ով ամենուրեք չի, որ դա ուղղակի օբյեկտիվ իրավիճակից ելնելով հնարավոր է ապահովել, բայց այդ ծրագիրը իրականացվում է հենց այդ տրամաբանությամբ, որ պետքա հնարավորինս անընդհատ այդ կորիդորները ապահովեն եւ դա բերի նրան, որ մարդը որոշի, ինքը ուզում է իր սեփական մեքենայով ավելի երկար ժամանակ իրեն կոմֆորտ միջավայրում իր ուզած երաժշտությունը լսելով կամ չգիտեմ ճանապարհ ընկնի, թե իրեն պետքա ավելի արագ, օրինակ ես ինչքան շատ լսել եմ, կարծում եմ դուք էլ կիմանաք, որ օրինակ Մոսկվա քաղաքում շատ ֆինանսապես ապահովված մարդիկ, եթե ուզում են ինչ-որ տեղ չուշանային, որ անգամ շատ մեքենաներ ունեին, երթևեկում էին մետրոյով։ Ամենահարմար եւ ես չթաքցնեմ, հիմա էլ քանի որ բարեկամության մետրոյին մոտիկ եմ ապրում, երբեմն երբ որ լինում է կամ քաղաքում տարբեր տեղերում ինչ-որ կառավարություն հատկապես եթե ինչ-որ հանդիպման պետքա չուշանամ, շատ ժամանակ լինում է, որ մեքենայից իջնում եմ եւ մետրոյով եմ գնում, մետրոն երաշխավորված, այսինքն այդ մետրոյի տրամաբանությունը ուղղակի վերգետնյա տրանսպորտում ապահովման մասին է խոսքը, ինչի մասին մենք տեղյակ ենք իմպլեմենտացիայի փուլում։ Վճարումներին մի հատ վերադառնալով, ինչու չի ստացվում շատ են բողոքները արտասահմանյան բանկային կարտերով վճարումներ իրականացնել։ Մենք այդտեղ որոշակի ուզում ենք տուրիստական քաղաք էլ լինենք, մարդիկ գալիս են եւ տեղյակ չեն, չգիտեն, շատ հաճախ իրենց ասում են, հա կարտով կարող եք վճարել, մտնում են եւ խնդիր են ունենում։ Տեսեք, մենք այդտեղ որոշակի սահմանափակումներ ենք, նույն հարցին առնչվում նաեւ թե ինչու չի աշխատում Apple Pay-ը, Google Pay-ը, իրականում իսկ Google-ում ինչու ինտեգրված չի մեր համակարգը։
Ներողություն։ Google-ում ինչի ինտեգրված չի մեր համակարգ հանրային տրանսպորտի Yandex-ում ունենք, Yandex-ում տեսնում ենք, բայց Google-ում ակետից բեկետը եթե սեղմում ես հանրային տրանսպորտը ցույց չի տալիս, եթե չեմ սխալվում։ Հա, չէ, չեք սխալվում։ Իրականում մենք այս բանին ունենք ինտեգրված Yandex-ում եւ Tugis համակարգերում, ուղղակի այդ ընկերությունների կողմից նաև շատ մեծ հետաքրքրվածություն կար ինտեգրել, որտեղ ինտեգրացիան ինքը ոնց որ երկկողմանի գործընթաց է, բայց նաև Google-ի ստանդարտները ինտեգրման բավականին բարձր են, թե ինչ տեսակի, ինչ տվյալների խումբ դու պետք է տաս, որպեսզի իրանք ընդունեն, այդ ուղղությամբ էլ աշխատանքը տարվում, բայց հետ գալով այդ վճարումների հարցին, իրականում մեր ֆինանսական մոդելը, որը ի սկզբանե ենթադրվում էր եւ նաև Telcel-ի գործընկերների հետ համագործակցության շրջանակներում ենթադրում էր, որ ավելի շատ պետք է իրականացվեն ուղևորությունները ոչ թե մեկ անգամյա ուղևորությունների տրամաբանությամբ, այլ երկարաժամկետ փաթեթներով, որի պայմաններում մեկ անգամյա վճարումները լինեն ավելի քիչ եւ ֆինանսապես ուղղակի հնարավոր լինի բոլոր այդ կոմիսիաները վճարելով այդ գործարկումը ապահովել։ Ցավոք սրտի Google Pay, Apple Pay քարտերը այդ բջջային հեռախոսով վճարման դեպքում կոմիսիան էականորեն ավելի բարձր է, քան ֆիզիկական քարտերի միջոցով, դրա համար այս պահին դեռևս այդ կտորը չի գործարկվել, բայց մենք կարծում եմ, որ այսօր եթե մի քիչ հարցի ուրիշ կողմից նայենք ուղևորը ինչ հնարավորություններ ունի տրանսպորտից օգտվելու, տրանսպորտային քարտեր մենք ունենք, որը որևիցե, այսինքն նույն տուրիստին լրիվ հասանելի է, որ կարելի է ձեռք բերել տերմինալներից եւ նաեւ մետրոյի կայարաններում տեղադրված տերմինալներ, որոնք կարող են լիցքավորել, կարող են լիցքավորել on-line եւ նաեւ ես չգիտեմ ինչքանով հաջողվեց այս հանրային իրազեկումը իրականացնել, մենք այսօր գործնականում, եթե օրինակ մարդը իր բանկային քարտից է օգտվում, թեկուզ որպես ոչ թե ամենաանգամյա վճարման, այլ ուզում է տոմս լիցքավորի, անգամ արտոնություն ձևակերպի, եթե արտոնյալ խմի, չկա մի ծառայություն, որ ինչ որտեղ գնալու կարիք կա։ Transport.yerevan.am ուրեմն կայքում հնարավոր է ամբողջ ցիկլը ձևակերպել, սկսած նույնականացումից մինչև արտոնության ձևակերպումը։ Չեմ ուզում մոռանալ նաև մեր գործընկերների տեսել հավելվածը, որի միջոցով նույնպես հնարավոր է տոմսեր ձեռք բերել, այսինքն ես կարծում եմ, որ այսօր եթե մենք խոսում ենք բարեխիղճ ուղևորի մասին, որը ուզում է վճարման ձևը գտնի, անգամ տուրիստը, դրա հնարավորությունները կան, բայց ձեր ասած ուղղությամբ մենք նույնպես աշխատում ենք եւ բացառված չի, որ ինչ որ պահի նաև տարիֆային քաղաքականության մեջ վերանայումներ լինեն, էլի, որտեղ քաղաքապետը մենք այդ 150 դրամի վրա ֆիքսվեցինք, բայց ուզում եմ հիշեցնել, որ քաղաքապետը նշել է, որ հաշվի առնելով որ գնալով ավելի շատ են ծախսերը, որոնք պահանջում են այս ոլորտի, կարող են նաև տարեկան ոչ ավել, քան 10 դրամ թանկացման որոշում կայացնի ավականին, անցած տարի առնվազն չկայացրեց, ամեն դեպքում այս տարի կայացնի։ Ես ավականանից խոսելու լիազորություն չունեմ, չեմ կարծում, բայց պետքա քննարկումների շրջանակներում պահում ենք։ Մենք անընդհատ դինամիկ վերանայում ենք։ Երևի նախընտրական տարի է, դրա համար դժվար կայացվելու։ Աշեժ, մի հատ բան ասեմ, էլի, ինձ թվում է մեր ժողովրդին ախր այդ, ասենց ասեմ, էլի, ես չեմ բացառում, որ բնականաբար ցանկացած քաղաքական ուժ իր տարբեր որոշումներում բնականաբար ընտրությունների հանգամանքը հաշվի առնում է, ես չեմ ուզում խափեմ, ասեմ, չէ, ընդհանրապես կապ չի, բայց այդքան պրիմիտիվ մեր ժողովրդին նայել, որ մարդիկ տենց ընդհանրապես չեն հիշում, ոչ դրանից առաջ ինչ ա եղել, ոչ է պատկերացում ունեն ինչ կարա դրանից հետո լինի, ես այդքան պրիմիտիվ չէի մոտենում։ Ես քաղաքական ուժի տրամադրվածություն։ Դե ես հիմա ասում եմ, առնվազն հիմա դե եթե մենք այդ տրամաբանությամբ նայում, հիմա ինչի ենք թեկուզ ձեր ասած, որոնք իդեպ նենց չի համատարածում, ուղղակի համացանց այդ դեպքերն են ընկնում, այդ ստրեսային իրավիճակները ինչ ենք ստեղծում, որտեվ այդ է ճանապարհը։ Մենք կարանք ախր այդ բարի թվալու եւ լավը թվալը այդ ամեն ինչը գին ունի, ժամանակի հաշվին է։ Դու կարաս երկար խնդիրների մասին չբարձրաձայնես, բայց որ վերջը հասնենք էլի այդ ջարդվող դռնով գազերների փոխարեն լինեն ջարդվող դռնով մաներ եւ ժոնգտոնգներ, էլի այդ քննադատություն լինելու է, ուղղակի տարբերություն էս դեպքերի, ես այդ քննադատության պատասխանը չեմ ունենալու։ Վերջնաժամկետը երբ է, որ երբ մենք կունենանք ամբողջապես շարժակազմով կազմու պատրաստ, այն ինչ որ պետք են 170-ը, հետո 240-ը,
չգիտեմ, բոլոր կանգառները կահավորված իրեն չվացուցակներով, բոլոր գծերը գծված եւ այլ։ Ունեք վերջնաժամկետ ձեզ համար սահմանած։ Հաշվի առնելով որ առնվազն կառավարության հետ քննարկման ենթակա նոր շարժակազմերի ձեռքբերման հնարավորությունը, որտեղ նախանշված վերջնական ժամկետ չունենք, ես չեմ ուզում ժամկետ նշեմ, որ մեր ժողովրդին հետո խափած չլինեմ։ Եվ վերջին հարցը՝ մի կողմից քաղաքապետարանը խոսում է, պայքարում է, փորձում է պայքարել խցանումների դեմ, փորձում է ինչ-որ մի ձև կարգավորել այդ հարցը, բայց մյուս կողմից մի ձեռքով դրա դեմ է պայքարում, մյուս ձեռքով տալիս է բազմաթիվ թույլտվություններ նոր շենքերի, նոր թաղամասերի կառուցման հետ կապված։ Այդ թաղամասերը բնակիչներ են, այդ թաղամասերը ավտոմեքենաներ են, այդ թաղամասերը շատ հաճախ ավելի շատ փոքր տարողությամբ եւ հնարավորություններով թողունակությամբ ուրեմն փողոցների կողքն են կառուցվում եւ ստեղծում են նոր լարվածություն տրանսպորտի վրա, նոր ծանրաբեռնվածություն։ Այս հաշվարկները արվում են իսկապես, որ մի կողմից ուզում եք հարց լուծել, մյուս կողմից խնդրեմ եք ստեղծում։ Աշաժան, ես քանի որ կառուցապատման ոլորտը չեմ համակարգում, շատ խորը կարող է այդ մասին չտիրապետեմ, բայց մի քանի բան ասեմ, էլի։ Նախ առաջինը ես ուղղակի sense ինչ որ առումով մասամբ իհարկե կողքից նայելով եւ իմանալով թե ինչքան քանակի թույլտվություններ են տրվում, ինչքան բողոքներ կան, որ այս թույլտվությունը չտրվեց, այն թույլտվությունը չտրվեց, իմ համար sense կողքից ակնհայտ է, որ այդ թույլտվությունների քանակը շատ ավելի շատ ուռճացված է պատկերացնում, քան հողի վրա կա։ Բայց թաղամասերը են կառուցում, Երևանին կից։ Շրջան, թաղամասերը այն նորը մի հատ քննարկում ունենք, կառուցապատման ցիկլը ինքը միջինացված այտենց 3, 4, 5 տարի է, այսինքն այն որ դուք հիմա կառուցումը տեսնում եք, մի հատ առաջարկում եմ շատ ժամանակ ուսումնասիրել, թե կոնկրետ այդ համալիրի կառուցման շինթույլտվությունը երբ է տրվել, էլի, ես չեմ ասում, որ երբևիցե ճիշտ է տրվել կամ սխալ է տրվել, բայց ես կարող եմ այս մասով ասել, որ հենց այս խնդիրների հասցեագրմանն էլ հենց երթևեկության կառավարման կենտրոնն է, ստեղծումն է ուղղված, որովհետև այդ ակնհայտ արդեն, որ այդ իրավիճակը տեղային որոշումներ կայացնելու երկարաժամկետում ինքը չի աշխատում, այսինքն դու կարող ես տեղային խնդիր լուծել, այն ինչ տեղը խնդիրը առաջացնել, ի վերջո դա չի կարելի անել փաստացի անելով, տեսնելով ինչ կլինի, եւ երկրորդը նաեւ ինչի մասին քաղաքապետը հաճախ խոսում է, դա Երևան քաղաքում GIS համակարգի ներդրումն է, որը ներդրված է եւ գնալով ընթանում է, որը մեծ հաշվով ինչի մասին է խոսքը, քաղաքի թվային կրկնօրինակը ստեղծելու մասին է, ցանկացած որոշում կայացնելուց առաջ հնարավորություն ունենաս դու այդ որոշումը մոդելավորես։ Դա էլ այնպես չի, որ երեք չենք մոդելավորում, այսօր մոդելավորում ենք։ Երեք չենք մոդելավորում, այսօր այս ծավալով ենք մոդելավորում, գնալով ավելի ու ավելի շատ տվյալների ավելացմամբ, ավելի տվյալային եւ տեստի նման մի բան անես, կդիմանա այդ որոշումը։ Հա, բայց այդտեղ մենակ, բայց ներողություն եմ խնդրում, այդտեղ մենակ երթևեկության հարցը չի։ Այդտեղ կոյուղու հարցն է, ամեն բոլոր ենթակառուցվածքների հարցն է, էներգետիկ ենթակառուցվածք, այսինքն կոմպլեքս հարց է, բայց կոնկրետ հաշվի առնելով որ էլի եմ ասում, էլի, այդտեղ ես էլ չգիտեմ ինչքանով է տեղին ասել, բայց միշտ այնպես պատկերացում կա, դե փող քաղաքապետես, քաղաքապետարանը ինչ անում է, ամեն ինչից տեղյակ եղի, էլի, անկեղծորեն եմ ասում, ամբողջությամբ կիսելով ամբողջական քաղաքական պատասխանատվությունը բոլոր իմ գործընկերների կատարած աշխատանքի մասով, բայց շինարարության ոլորտը չհամակարգելով այդքան մանրամասն սրանից ավել չեմ կարող թույլտվություն որ տրվում է պետք է հասկացվի ինչպիսի դե ես ասացի ինչ գործիք է ես չեմ եթե ձեր հարցուվածն արդյոք տեղյակ ենք որ նման հաշվարկներ պետք է իրականացվեն եւ իրականացվում են երկու դեպքում պատասխանը այո է շնորհակալություն ես եմ շնորհակալ Civilent տաղավարում ես զրուցեցի Սուրեն Գրիգորյանի հետ առողջ եղեք կհանդիպենք